Ջուր, ամենասովորական նյութը երկրի վրա։ Այն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, բայց գիտենք արդյոք մենք, թե ինչ գաղտնիք է իր մեջ պահում այդ զարմանալի տարերքը։ Որտեղից է այն եկել, ով եւ ինչու է այն պարգևել ողջ տիեզերքում միայն մեր մոլորակին։ Գուցե այս հարցերի պատասխանները գիտե միայն ինքը ջուրը։ Չէ՞ որ այսօր էլ այն երկրի վրա այնքան է, որքան ամենասկզբում էր, երբ դեռ ամեն ինչ նոր էր սկսվում, երբ ծնվում էր աշխարհը, ձեռք բերելով մեզ համար սովորական ուրվագծերն ու զգացողությունները։ Մենք շատ մանրակրկիտ աշխատանք ենք կատարում շատ նեղ բնագավառում։ Մենք մեզ ասացինք. եկեք մեր ուշադրությունը կենտրոնացնենք ջրի վրա և դիտարկենք այն տարբեր անկյուններից։ Ջուրը Սուրբ գրքում ավելին է, քան ֆիզիկական սուբստանցիան։ Դա սահմանված հասկացողություն է, և այդ հասկացողությունը որոշակիորեն կապված է կյանքի գաղափարի հետ։ Ողջ աշխարհում ջրից ավելի փափուկ և դյուրաբեկ ոչինչ չկա, բայց այն նաև կարծր է և ամուր։ Ոչ ոք չի կարող տիրել ջրին, չնայած յուրաքանչյուրը կարող է հաղթել նրան։ Դյուրաբեկը հաղթում է ամուրին, փափուկը տիրում է կարծրին։ Դա գիտեն բոլորը, բայց ոչ ոք չի համարձակվում այդպես գործել։ Ավելի քան 2.5 հազարամյակ առաջ ջրի մասին այսպես է գրել չինացի փիլիսոփա Լաո Ցզին. Գիտեք, ջուրն ընդհանրապես բավականին մանրամասն են ուսումնասիրել։ Ես նկատի ունեմ այն, ինչը լավ հայտնի է, որ ուրիշ հեղուկների հետ համեմատած ջուրն ունի ֆիզիկական և քիմիական արտասովոր հատկություններ։ Ոչ մի գիտնական չի կարող բացատրել, թե ինչու բացասական ջերմաստիճանի դեպքում ջրի խտությունն ավելանում է, իսկ դրականի դեպքում պակասում։ Ցանկացած նյութ սառեցնելիս սեղմվում է, իսկ ջուրն ընդհակառակը ընդարձակվում է։ Այս յուրահատուկ հատկությունը մարդիկ սովորել են օգտագործել դեռևս հեռավոր անցյալում։ Հյուսիսային ժողովուրդները շինարարության համար քար էին արդյունահանում ցրտերից առաջ ժայռերի ճեղքերի մեջ ջուր լցնելով։ Հարավում փայտե սեպերը խրում էին ապարների ճեղքվածների մեջ և ջրում։ Ջրից ուռչելով այդ սեպերը պատռում էին քարերը։ Շատ ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ ծակոտիներում և մազանոթներում գտնվող ջուրն ընդունակ է ստեղծել հսկայական ճնշում։ Բույսի սերմի մեջ, օրինակ աճման պահին, ճնշումը կարող է հասնել 400 մթնոլորտի։ Ահա թե ինչու ծիլը հեշտությամբ ճեղքում է ասֆալտը։ Ջուրը դա փոքր մոլեկուլ է, որն ունի չափազանց յուրահատուկ հատկանիշներ, և հնարավոր չէ գտնել նույն շեղումներով այլ մոլեկուլներ։ Եթե դրանցից որևէ մեկը չլիներ, մոլորակի վրա կյանքը գոյություն ունենալ չէր կարող։ Ջրի յուրաքանչյուր հատկանիշ բացառիկ է։
Մինչև հիմա գիտությունը չունի այն հարցի պատասխանը, թե ինչու է հենց ջուրը մոլորակի վրային միակ նյութը, որ կարող է գտնվել 3 վիճակներում՝ պինդ, հեղուկ եւ գազային։ Ինչու բոլոր հեղուկներից ջուրն ունի ամենաբարձր մակերեսային լարումը։ Ինչու հենց ջուրն է ամենահզոր լուծիչը երկրի վրա։ Եվ ինչպես է ջուրը կարողանում վեր բարձրանալ հսկայական ծառերի բներով, հաղթահարելով տասնյակ մթնոլորտների հասնող ճնշումներ։ Մենք հսկայական քայլ ենք կատարել։ Մենք իսկապես հասկացել ենք, որ ջրի մասին գրեթե ոչինչ չգիտենք։ Հետևաբար, դա առաջընթաց է, քանի որ հասկանալու հետ մեկտեղ գալիս է իմանալու ցանկությունը։ Հարավ-արևելյան Ասիա, 1956 թվական։ Զանգվածային ոչնչացման միջոցների մշակմամբ եւ արտադրությամբ զբաղվող զինվորական ինստիտուտի փակ լաբորատորիա։ Այստեղ արդեն մի քանի տարի է աշխատում են նոր սերնդի հզորագույն կենսաբանական զենքի ստեղծման վրա։ Երկարուձիգ գաղտնի խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկանիշները, որ պետք է ունենա զենքը։ Անսպասելիորեն խորհրդակցությունն ընդհատվում է։ Բոլոր մասնակիցներին տեղափոխում են հիվանդանոց սննդային ուժեղ թունավորման ախտանիշներով։ Սկսվում է հետաքննություն, որն անմիջապես փակուղի է մտնում։ Սեղանի վրա դրված ջրից բացի գիտնականներն ուրիշ ոչինչ չէին օգտագործել։ Ջուրը ստուգեցին։ Ոչ մի վնասակար հավելում։ Քիմիական գազմը H2O։ Հաշվետվության մեջ այդպես էլ գրվեց. թունավորման պատճառը սովորական ջուրն է։ 20 տարի հետո առաջ քաշվեց ֆանտաստիկ վարկած։ Վարկած, որն ընդունակ է հիմնավորել ջրի անկանխատեսելի վարքը։ Ջուրը ունի հիշողություն։ Աշխարհի շատ երկրներում անցկացված գիտափորձերի արդյունքները ցույց տվեցին։ Ջուրն ընկալում եւ դրոշմում է այն ամենը, ինչ կատարվում է շրջապատող տարածության մեջ։ Ջրի համար բավական է ընդամենը հպվել նյութին, որպեսզի իմանա նրա հատկությունները եւ պահպանի այդ ինֆորմացիան իր հիշողության մեջ։ Գիտակցում էին արդյոք դա մեր նախնիները, երբ սովորական ջուրը դարձնում էին բուժիչ, օգտագործելով արծաթե ամաններ։ Ներկայումս սա արտադրվող լավագույն անտիբիոտիկն է։ Այնքան լավ, որ Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկյան զորքերն օգտագործում են այսպես ասված արծաթե ջուրը։ Մեկ ատոմը 100 միլիոնի դեմ, որպեսզի ոչնչացվեն վերքի բոլոր մանրեները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն այդ ջուրն օգտագործում է ձեռքերն ախտահանելու համար։ Եվ ես ինքս ինձ հարց տվեցի. ինչպես կարող է գոյություն ունենալ այդպիսի ջուր։ Ստանալով ինֆորմացիան, ջուրը ձեռք է բերում նոր հատկանիշներ։ Դրա հետ մեկտեղ նրա քիմիական բաղադրությունը չի փոխվում։ Գերիշխող տեսակետն այն էր, որ կարևորը ջրի քիմիական բաղադրությունն է։ Իսկ ահա սենսացիոն նորությունը կայանում է նրանում, որ այդ ամենը ուղղակի անհեթեթություն է։ Ջրի կառուցվածքը շատ ավելի կարևոր է, քան նրա քիմիական բաղադրությունը։ Ջրի կառուցվածքը դա հենց նրա մոլեկուլների դասավորությունն է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ջրի մոլեկուլները խմբավորվում։ Այդ խմբերը կոչվում են կլաստերներ։ Գիտնականները ենթադրում են, որ հենց կլաստերներն են հանդիսանում հիշողության այն ինքնատիպ բջիջները, որոնցում ջուրը, ինչպես մագնիտոֆոնի ժապավենի վրա, ձայնագրում է այն ամենը, ինչ տեսնում, լսում եւ զգում է։ Մարդիկ չեն մտածում, որ լույսն անջատելու դեպքում ջուրը փոփոխվում է։ Տեխնոլոգիական ազդեցության հետևանքով, էլեկտրական դաշտի կամ օրինակ բարձրավոլտ գծի ազդեցությունից ջուրը նույնպես կարող է փոփոխվել։ Ջուրն իհարկե մնում է ջուր, բայց նրա կառուցվածքը նյարդային համակարգի նման արձագանքում է յուրաքանչյուր գրգիռի։ Ժամանակակից սարքավորումները կարողացել են արձանագրել, որ ջրի հիշողության յուրաքանչյուր բջիջում գտնվում է 440,000 ինֆորմացիոն պանել, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է շրջապատող միջավայրի հետ փոխազդեցության իր տեսակի համար։ Եթե քննարկենք կլաստերը որպես որոշակի մոլեկուլների խումբ, ապա նրա կյանքի տևողությունը կարճ է։ Բայց եթե խոսենք նրա մասին որպես կառուցվածքի, որից մոլեկուլները կարող են անջատվել եւ որի նոր մոլեկուլներ կարող են միավորվել,
ապա կլաստերը կարող է արդյունավետ կերպով գոյություն ունենալ բավական երկար ժամանակ։ Հենց կլաստերային կառուցվածքի կայունությունն էլ հաստատել է ջրի ինֆորմացիան դրոշմելու եւ պահպանելու ընդունակության մասին հիպոթեզը։ Հնարավոր է, որ ջուրը իր տեսակի մեջ միակ անգին համակարգիչն է։ Յուրատեսակ համակարգչային հիշողություն, ինֆորմացիոն հիշողություն։ Մենք պետք է իմանանք, թե ինչպես է այն կազմավորված։ Դա կարծես այբուբեն լինի։ Եթե ես ձեզ տամ այբուբենը, դուք չգիտեք տառերը եւ բառերը, դուք չեք իմանա նաեւ նախադասությունները։ Այնպես որ մոլեկուլային կառուցվածքը ջրի այբուբենն է, եւ ունենալով դա, դուք կարող եք կազմել ջրի նախադասությունները, դուք կարող եք նաեւ փոխել դրանք։ «1881 թվականի ձմռանը Լարա նավը ընթանում էր Լիվերպուլ-Սան Ֆրանցիսկո երթուղով։ Ճանապարհի երրորդ օրը նավի վրա հրդեհ բռնկվեց։ Նավը լքողների մեջ էր նավապետ Նեյլ Քերին։ Ժամ առ ժամ ավելանում էր աղետի ենթարկվածների տանջալի ծարավի զգացողությունը։ 3 շաբաթ ծովում տառապալի դեգերումներից հետո, երբ նրանք բարեհաջող ափ հասան, նավապետը իրականության հանդեպ բավականին լուրջ վերաբերմունք ունեցող մի մարդ հետևյալ խոսքերով նկարագրեց այն, ինչը փրկել էր իրենց։ Մենք երազում էինք քաղցրահամ ջրի մասին, եւ մենք սկսեցինք պատկերացնել, որ մեր նավը շրջապատող ծովային երկնագույն ջուրը վերածվում է կանաչավուն քաղցրահամի։ Ես հավաքեցի ուժերս եւ մի բուռ ջուր վերցրի։ Երբ փորձեցի, այն քաղցրահամ էր։ Օրինակ, վերցնենք այն հայտնի երևույթը, երբ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու վերածեց։ Նա ինչ հոշաքարներ կամ լակտոզա չավելացրեց ջրին, այլ վերջինիս բոլորովին նոր հատկություն տվեց։ Մենք բազմաթիվ գիտափորձեր ենք կատարել ջրի նմուշների վրա ազդելով ամենատարբեր գործոնների միջոցով՝ մագնիսական դաշտերով, էլեկտրական դաշտերով, տարբեր առարկաներով, այդ թվում նաև մարդու ներկայությամբ ու մարդկային զգացմունքներով։ Եվ պարզվել է, որ դրական ու բացասական զգացմունքները ամենաուժեղ ազդեցությունն են առաջացնում։ Պրոֆեսոր Կորոտկովի լաբորատորիայում անցկացվել են ջրի վրա մարդկային զգացմունքների ազդեցության գիտափորձեր։ Մարդկանց մի խմբի խնդրել են իրենց առջև դրված ջրով լի անոթի վրա կենտրոնացնել ամենադրական հույզերը՝ սիրո, քնքշության, հոգատարության։ Հետո անոթը փոխել են։ Այս անգամ արդեն խնդրել են ջրի վրա կենտրոնացնել այլ զգացողություններ՝ վախի, ագրեսիայի, ատելության։ Դրանից հետո նմուշների չափումներ են կատարել։ Ջրի փոփոխությունները ունեին հստակ արտահայտված ուղղվածություն։ Այսինքն սերը բարձրացնում է ջրի էներգետիկան եւ կայունացնում այդ ջուրը, իսկ ագրեսիան այն կտրուկ իջեցնում է, կտրուկ փոխում։ Հնարավոր համարելով, որ ջուրը օժտված է հիշողությամբ, ես որոշեցի ցույց տալ մարդկանց, որ դա այդպես է։ Դոկտոր Էմոտոյի լաբորատորիայում ուսումնասիրվում են ջրի նմուշներ, որոնք տարբեր տեսակի ազդեցությունների են ենթարկվում, իսկ տպավորություններն արձանագրվում են կրեագենային խցիկում ջուրն արագ սառեցնելու միջոցով։ Այսպիսի տեսք ունի միկրոալիքային վառարանում տաքացված ջուրը, իսկ սա բջջային հեռախոսի ազդեցությունն է։ Այս ջրին ասել են շնորհակալություն։ Ներիր։ Դու ինձ տհաճ ես։ Ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս արհեստականորեն կառուցել ջուրը։ Լաբորատոր պայմաններում սերմեր աճեցնելիս կառուցվածքային ջրի կիրառման դեպքում սոյայի ծիլերի ֆոտոնային ճառագայթումը 6 անգամ ավելի է, քան սովորական ջուր կիրառելիս։ Գործնականում կառուցվածքային ջրով ջրելը կրճատում է բանջարեղենի հասունացման ժամկետը եւ մի քանի անգամ ավելացնում բուսական սպիտակուցների եւ օգտակար միկրոէլեմենտների քանակը։ Եթե նայենք ծիլերին, ապա մշակման ենթարկվածները ավելի երկար են, ուղիղ եւ ամուր, իսկ չմշակվածները կարճ են, բարակ եւ թույլ։ Այսօր ընտրված սերմերն արդեն հասունացել են, իսկ չընտրվածները ոչ։ Պետք է ասել, որ կառուցվածքային ջրի կիրառումը բանջարեղենի եւ մրգերի աճեցման համար իսկապես արդյունք է տալիս։
Հետաքրքիրն այն է, որ սերմերը ջրելիս սովորական ջրից 20%-ով ավելի քիչ կառուցվածքային ջուր է օգտագործվում։ Ոչ հողի, ոչ էլ ջրի մեջ պարարտանյութեր չեն ավելացվել։ Ջրի քիմիական բաղադրությունը մնացել է նույնը՝ H2O։ Փոխվել է միայն նրա կառուցվածքը։ Այսօր գիտնականները կարող են պատասխանել այն հարցին, թե ինչպես է դա տեղի ունենում։ Այն հարցին, թե ինչու, գիտությունը դեռ պատասխան չունի։ Մարդը կախված տարիքից 70-ից 90%-ով կազմված է ջրից։ Նորմալ կենսագործունեություն ապահովելու համար չափահաս մարդն ամեն օր օգտագործում է մոտ 2.5 լիտր ջուր։ Եվս 1.5 լիտր ներծծվում է մաշկի միջոցով լոգանք ընդունելիս։ Մինչ մեր տուն հասնելը ջուրը երկար եւ դժվար ճանապարհ է անցնում։ Մեր նախնիները գիտեին, որ բնակավայր կարող է կառուցվել միայն այնտեղ, որտեղով բնական աղբյուր է հոսում։ Այսօր այդ հանգամանքը ոչ մի դեր չի խաղում, որովհետև բարձր ճնշման միջոցով մենք կհասցնենք այդ ջուրը հազարավոր կիլոմետր հեռավորությունից։ Բնության մեջ գետերն ու առվակները միշտ հոսում են սահուն գալարվող հունով։ Այն դեպքում, երբ ցանկացած ջրատար համակարգում ջրի հոսքը բազմիցս շրջվում է ուղիղ անկյան տակ։ Յուրաքանչյուր այդպիսի կտրուկ շրջադարձից նրա բնական կառուցվածքը ավելի ու ավելի է քայքայվում։ Ջրատարի ջուրն ունի տարբեր ձևերի բյուրեղներ, բայց բոլորը դեֆորմացված են։ Դրանք կարող են ահա այսպիսի տեսք ունենալ, կամ այսպիսի, բայց ոչ մի համաչափություն, ոչ մի գեղեցկություն այստեղ դուք չեք տեսնի։ Պանելային տաքացման համակարգում հատակի միջով հոսում է չվիտալիզացված ջուր։ Այդ ջուրը նեխած է։ Այդ տանն ապրող մարդկանցից, բույսերից և կենդանիներից այն էներգիա է կլանում։ Խլում է նրանց էներգիան, գողանում։ Հայտնի է, որ շատ մեծ քաղաքներում ջուրը գտնվում է փակ շրջանառության մեջ։ Քիմիական ներգործությամբ կատարվող ագրեսիվ մաքրումից հետո, անցնելով հզոր ֆիլտրերի միջով, այն նորից վերադառնում է մեր տները, պահպանելով հիշողությունը և քիմիական նյութերի ազդեցության, և այն բռնությունների մասին, որոնց ենթարկվել է։ Բայց ավելի ուժեղ է ինֆորմացիոն աղտոտումը, որը կուտակում է ջուրն իր մեջ, հոսելով հազարավոր կիլոմետրեր ձգվող խողովակներով, անցնելով հազարավոր տներով ու բնակարաններով։ Մենք աղտոտում ենք ջուրը հոգեպես, և դա հսկայական չափերի է հասել։ Ինչու՞։ Քանի որ ողջ նախանձը, չարությունն ու ստրեսը ջուրն իր վրա է վերցնում։ Այն համարյա մեռած է, երբ մտնում է մեր օրգանիզմ։ Մեր երկիրը իրենից ներկայացնում է ջրով լի մի հսկայական անոթ, որում ծագել են կյանքի բոլոր ձևերը, և ցանկացած կենդանի օրգանիզմ ըստ էության նույնպես ջրով լի անոթ է։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ ներթափանցել տիեզերքի խորքերը և փորձելով կյանք հայտնաբերել ուրիշ մոլորակների վրա, մենք առաջին հերթին այնտեղ ջուր ենք փնտրում։ Դուք շատ լավ գիտեք, որ երկրի վրա առանց ջրի կյանք լինել չի կարող։ Մենք լիովին բացարձակ համոզված ենք, որ առաջին կենդանի օրգանիզմները ծագել են ջրում, և միայն ավելի ուշ նրանք զարգացել են այն աստիճան, որ կարողացել են գոյություն ունենալ ջրից դուրս։ Ես չեմ կարծում, որ դա պատահականություն է։ Բոլորովին էլ պատահական չէ, որ Աստվածաշնչի առաջին տողերում ջրի մասին հիշատակում կա։ Այնտեղ, ուր խոսվում է աշխարհի արարման, կյանքի և մարդու ստեղծման մասին, առաջին հերթին խոսքը ջրի մասին է։ Ինչպես կավի մի կտորում գտնվում են դեռևս չստեղծված բոլոր քանդակները, այնպես էլ ջրում էին գտնվում ապագա բոլոր կենդանի օրգանիզմների նախատիպերը։ Հատկապես ջուրը իրականացրեց առաջի ծրագիրը։
բայց ցանկացած գործընթաց սկսելու համար խթան է հարկավոր։ Հնում իմաստունները գտնում էին, որ կյանքի ծագման խթան է հանդիսացել առաջնային աստվածային կայծը։ Հենց նա էլ գրառել է ջրում հետագա զարգացման հաջորդականությունը, որտեղ կենդանի էակների յուրաքանչյուր տեսակ, պարզագույն բակտերիաներից մինչև կաթնասուններ, հասել է իր կատարելությանը։ Միանշանակ գիտությունը երբեք չի իմանա Ադամի ստեղծման գործընթացի մանրամասները, ինչը ինչի հետ, ինչ համամասնությամբ, բայց օրինակ Ղուրանում ասվում է, որ ջուրը մասնակցություն է ունեցել այդ գործում Աստծո կամքով։ Ես կարծում եմ, որ գիտնականները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն բանին, թե ինչպես է ջուրը փոխազդում մոլեկուլների հետ։ Մոլեկուլյար մակարդակի վրա այն ստեղծում է ԴՆԹ-ի գալարների կառուցվածքը։ Եթե չլիներ ջուրը, ոչ մի գալար էլ չէր լինի։ Այն ստեղծում է պրոտեինների կառուցվածքը, իսկ առանց ջրի այդ կառուցվածքը չէր աշխատի։ Միայն ջրում է իր կյանքը սկսում ցանկացած սերմ, ցանկացած սաղմ։ Պտղաջրերը մասնակցում են սաղմի և զարգացմանը, և պահպանմանը։ Հատկապես շրջապատող ջուրը ունիվերսալ համակարգչի նման բացահայտում է յուրաքանչյուր կենսաբանական ծրագիր, բայց և փոխել այն, այդ դեպքում կարող է միայն ջուրը։ Լինում է, ինչ-որ բանի մասին ասում են, տես, սա նոր է, բայց դա արդեն կար մեզանից առաջ եղած դարերում, ժամանակին այսպես է գրել Էկլեսիաստը։ Եվ վերցրեց Հակոբը կաղամախու, նուշի և սոսու դալար շիվեր, և նրանց կեղևները տեղ-տեղ քերեց այնպես, որ դրանց վրայի եղած սպիտակը երևա։ Եվ իր քերած շիվերը դրեց ավազանների մեջ, որ երբ հոտերը ջուր խմելու գան, դրանք ոչխարների առջև լինեն, և ոչխարները տաքանան ջուր խմելիս։ Եվ ոչխարները տաքացան շիվերի առջև, և այնուհետև պտավոր, զոլավոր և խայտաբղետ գառներ ծնե։ Մենք ներգործեցինք ջրի վրա գերթույլ խթանիչ մագնիսական դաշտերով։ Դրանք երկրի բնական մագնիսական դաշտից թույլ էին տասնյակ հազարավոր անգամ։ Այսինքն այդ դաշտերը աննշան են ժամանակակից գիտության տեսանկյունից։ Նման ձևով մշակված ջրում ձկներ լցրեցին, որոնք շուտով անսովոր սերունդ տվեցին։ Նրանք նման էին միմյանց ինչպես երկվորյակներ, բայց արմատապես տարբերվում էին իրենց ցեղակիցներից։ Բոլոր արուների մոտ միանգամից հայտնվեցին մոխրագույն բծեր փորիկի մասում և գունավոր հետքեր, որ առաջներում երբեք չէր դիտարկվել։ Դա կոչվում է ֆենոտիպային փոփոխություն։ Եվ սկզբունքորեն շատ կարևոր է, որ այդ փոփոխությունները նկատվել են մշակված ձկների ոչ թե մի քանի ներկայացուցիչների, այլ բոլորի մոտ միանգամից։ Փոխվեց ոչ միայն ձկների արտաքին տեսքը, այլև նրանց վարքը։ Նրանք սկսեցին նույն կերպ արձագանքել արտաքին ազդակներին, ասես վտարի մոտ ի հայտ էր եկել կոլեկտիվ գիտակցություն։ Մեր առաջ կանգնեց պրոբլեմների բոլորովին չուսումնասիրված մի լուրջ շրջանակ։ Այդ պատճառով էլ որոշեցինք, որ բավարար է այն փաստի արձանագրումը, որ միայն ջուր օգտագործելով հնարավոր է փոխել կենդանիների վարքը և արտաքին տեսքը։ Ինքնին այս փաստը շատ լուրջ նշանակություն ունի։ Եթե ջուրն այդքան ուժեղ ազդեցություն ունի, նշանակում է մինչև այդ փաստը լիովին չուսումնասիրվի, պետք չէ դրա մասին բարձրաձայնել։ 1932 թվականին աշխարհը ցնցեց սենսացիան։ Ամերիկացի գիտնականներ Հարոլդ Յուրին և Էլբերտ Օսբորնը հայտնագործեցին, որ սովորական ջրից բացի բնության մեջ գոյություն ունի նաև ծանր ջուր՝ դեյտերիում 2O։ Հենց առանձնացված դեյտերիումը հիմք ծառայեց ամենակործանիչ ջրածնային ռումբի ստեղծման համար։
Այժմ յուրաքանչյուրին լավ հայտնի է, թե ինչ հետևանքների է բերում ռադիոակտիվ ճառագայթումը։ Սակայն պարզվում է, որ գոյություն ունեն նաև այլ ավելի ահարկու հետևանքներ։ Շատ ավելի սարսափելի է ջրի կառուցվածքի փոփոխությունը ատոմային փորձադաշտը հազարավոր կիլոմետրերով գերազանցող հսկայական տարածքների վրա։ Ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ է անցկացվում փորձարկումը՝ օդում, ցամաքում, թե երկրի ներքում։ Փոփոխությունները ջրում վիթխարի են, այսինքն փոխվում է նրա հիշողությունը։ Այդ ջուրը խմում են եւ մարդիկ, եւ կենդանիները ու տեղի են ունենում սարսափելի փոփոխություններ։ Պայթյունը ձևավորում է ալիքներ, որոնք հողում բավականին շուտ են մարում, իսկ ահա ջուրը կարող է տատանվել դեռևս 30 օր։ Ճոճանակի նման երերալով ալիքները ջրում ստեղծում են ախտաբանական նոր կարգ ու կանոն։ Նկատվել է, որ փորձարկումներից հետո կտրուկ աճում է ինքնասպանությունների թիվը։ 2-2.5 անգամ։ Ինչի հետևանք է դա։ Բժիշկները բոլորովին չէին կարողանում բացատրել, իսկ մեզ դա հասկանալի էր։ Մենք դա ցույց էինք տալիս։ Ուղեղը 85%-ով բաղկացած է ջրից։ Նրանում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները։ Ջրային կառուցվածքների կոնֆլիկտ է ծագում, արդյունքում խախտվում է ուղեղի բիոպլազման եւ մարդը զրկվում է նույնիսկ այնպիսի կարևոր խթանից, ինչպիսին կյանքի խթանն է։ Հին լեգենդներում հերոսը միշտ ճամփա էր ընկնում մեռած ջրի ետևից այնտեղ, որտեղից վերադարձ չկա։ Միակ ծովը երկրագնդի վրա, որտեղ ոչ մի կյանք չկա, ըստ ավանդության ծագել է ավերված Սոդոմ եւ Գոմոր քաղաքների տեղում։ Դա Մեռյալ ծովն է։ Мертвое море. Մեռյալ ջուրը ընդհանրապես գոյություն չունի։ Ջուրն ի սկզբանե կյանք է։ Այլ հարց է, թե ջուրն ինչպես է օգտագործվում, ճիշտ կամ ոչ ճիշտ, բայց այն միշտ դրական է։ Ինչպես է մարդը վարվում ջրի հետ։ Եթե նա ջրին դիմում է լավ մտքերով կամ օրհնում է այն, կամ երախտագիտություն է հայտնում, ապա ջրի որակն աճում է, եւ ջուրը սկսում է դրական ներգործել մարդու եւ նրա մարմնի վրա։ 1472 թվականին Աբբահայր Կարլ Հաստինգսիսը կեղծ մատնությամբ ձերբակալվեց եւ հարձակնվեց մի շատ հարգելի կնոջ մոտ հիվանդություն առաջացնելու մեղադրանքով։ Զնդանում փակված Աբբահորը ամեն օր միայն մի կտոր հաց եւ մի սափոր նեխած գարշահոտ ջուր էին տալիս։ 40 օր հետո բանտապահը նկատեց, որ այդ ընթացքում Սուրբ Հայրը ոչ միայն չի կորցրել, այլ հակառակը թվում էր, թե ձեռք է բերել առողջություն եւ ուժ, ինչը ճիզվիտների համար չար ուժերի հետ նրա ունեցած կապի եւս մի ապացույց էր։ Ավելի ուշ, դաժան խոշտանգումների ենթարկվելուց հետո Կարլ Հաստինգսիսը խոստովանեց, որ նեխած ջրի վրա ինքը ամեն օր աղոթք էր կարդում, երախտագիտություն հայտնելով Աստծուն իրեն ուղարկված փորձության համար, ինչից հետո ջուրը դառնում էր փափուկ, թարմ եւ վճիտ։ Մենք ունենք երկու անոթ նավթարդյունահանման թափոն հանդիսացող նավթային էմուլսիայով, որը ջրի եւ նավթի կայուն միացություն է եւ առանց քայքայվելու կարող է մնալ տարիներով։ Փորձնական նմուշի վրա ճառագայթող սարք է դրվում։ Այն պետք է մշակի անոթի տարողությունը 7 օրվա ընթացքում, դրթելով հատկապես ջրի մոլեկուլներին պակասեցնել շփումը նավթի մոլեկուլների հետ։ Համեմատենք անոթները 4 օր անց։